Սոնա Աղեկյան, Երևանի ավականում Հայ Հայաստան խմբակցության մանդատի կապօրինաբար աշխատանջամ, ում իրավունքները վարչական դատարանը իհարկե վերականգնել է, բայց իշխող ուղղարկել է եւ ներկայացնում եմ Հայ Հայաստան կուսակցությունը։ Ես ցանկանայի ընթերցել Մայր Հայաստանի ուղերձը, որը մենք հանրային դաշինքին ենք ուղղել, նրանից հետո, եթե կարելի է, ընկեր Մինասյան, մի փոքրիկ խոսք ունեմ ասելու։ Շնորհակալություն։ Հանրային դաշին քաղաքացիական նախաձեռնության հարգելի անդամներին եւ բոլորիս սիրելի հայրենակիցներ, ի պատասխան այս հարցման մենք ձեզ ենք ներկայացնում Մայր Հայաստան կուսակցության դիրքորոշումը Հայաստանում ձևավորված կառավարման համակարգի եւ դրանց բարեփոխման մասին։ Իշխանությունը այլասերում է մարդուն, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ ձևով։ Բանաձևը գործում է բոլոր ժամանակներում եւ բոլոր պետություններում, անկախ կառավարման ձևից։ Այլասերված, միահեծան եւ անձնակենտրոն իշխանություն կարող է ձևավորվել եւ նախագահական, եւ կիսանախագահական, եւ խորհրդարանական իշխանությունների պարագայում, ընդ որում իշխանությունը կարող է ընտրվել լեգիտիմ ճանապարհով, ժողովրդավարական լոզունգներով, մերիտոկրատիկ կառավարում իրականացնելու խոստումներով, սակայն ժամանակի ընթացքում թեքվի դեպի ավտորիտարիզմ եւ նույնիսկ տոտալիտարիզմ։ Մենք չարիք ենք համարում միահեծան իշխանությունը եւ կողմնակից ենք ներառականության սկզբունքով կառավարման մոդելին։ Հայաստանի ներկա իշխանությունների ապահովված արդյունքները բացի միտումնավոր դավադրություններից, ապիկարությունից, նաեւ միահեծանության եւ անվերահսկելի կառավարման համակարգի առկայության հետևանք են։ Մեզանում ձևավորված է օխլոկրատիկ, ամբողջավարական համակարգ, ինչը կառավարման ամենավատ տարատեսակներից է։ Զուտ ձևականորեն այն ունի ընտրական լեգիտիմություն, սակայն բովանդակային առումով այն ոչ լեգիտիմ է, քանի որ շեղվել է իր ներկայացրած ծրագրերից, սկզբունքներից եւ ապահովել է խայտառակ արդյունքներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ոչ լեգիտիմ է նաեւ այն պատճառով, որ չի իրականացնում իր գլխավոր առաքելությունը անվտանգության, տարածքային ամբողջականության, պաշտպանության, ինքնիշխանության ապահովումը։ Հայաստանին անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, որոնք կապահովեն իշխանության ճյուղերի տարանջատում, ինչպես նաև զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներմուծում։ Այդ փոփոխությունները առաջին հերթին պետք է վերաբերեն դատական համակարգի անկախության ապահովմանը։ Մեր պատկերացմամբ դատական իշխանության ղեկավար կազմի ձևավորման մեջ պետք է պարտադիր լինի ընդդիմության մասնակցությունը, Սահմանադրական փոփոխությունները պետք է վերաբերեն նաև իշխանության մյուս ճյուղերին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման համակարգին։ Օրվա իշխանության կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները ունեն արտաքին պատվիրատու Ադրբեջանն է, ինչը խիստ անընդունելի է մեզ համար։ Ալիևը պահանջում է ապամոնտաժել մեր երրորդ հանրապետության բոլոր հիմքերը, որպեսզի հիմքեր նախապատրաստի իր արևմտյան Ադրբեջան ստեղծելու համար։ ԿՊԱ-ականները սրա անունը դրել են 4-րդ հանրապետություն, բայց դա հակահայկական, իրենց քաղաքականությունը քողածածկելու համար է արվել։ Այս ամենը թույլ չտալու համար անհրաժեշտ է հանրային քաղաքական լայն համախմբում եւ դիմադրություն։ Մայր Հայաստանը ներդնելու է բոլոր ջանքերը Ադրբեջանի ծրագրերի իրագործումը մեզանում թույլ չտալու համար։ Այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Մայր Հայաստանը մասնակցելու է առանցքային դարձնելով նաեւ վերը նշված բոլոր թեմաները, Մայր Հայաստան կուսակցության ուղերձներ սա, նաև մենք կարծում ենք, որ այդ դաշինքը, որի մասին որ այստեղ խոսվում է, որպեսզի ձևավորվի, իհարկե շատ կարևոր է ձևավորելը, բայց պետք է նաև բացառել կուլիսային պայմանավորվածությունները։ Կուլիսային պայմանավորվածությունները քայքայում են այն ժողովրդավարական հիմքերը, որի միջոցով ժողովուրդը իրացնում է իր ընտրության իրավունքը։ 2023 թվականի Երևանի ավականում տեղի ունեցած ընտրություններում մենք տեսանք, որ քաղաքացիական պայմանագիրը մերժվել էր հանրության լայն շերտերի կողմից եւ չուներ Երևանի քաղաքապետարանում քաղաքային իշխանությունը ստանձնելու հնարավորություն եւ իրավունք։
Ընդդիմադիր ուժերը եկել էին ընդհանուր հայտարարի, որպեսզի կարողանային ձևավորել այլ հարթակ, այսինքն չմասնակցել, բոյկոտել Երևանի քաղաքապետի ընտրությունը եւ չտալ հնարավորություն քաղաքացիական պայմանագրի թեկնածուին եւ ներկայացուցչին մեր մայրաքաղաքում ստանձնելու իշխանությունը։ Սակայն կուլիսային պայմանավորվածությունները այնպես արեցին, որ ընդդիմության անունից հանդես եկած եւ ողջ քարոզարշավին որպես ընդդիմադիր ներկայացած խմբակցությունը կամ կուսակցությունը, եթե կուզեք, կուլիսային պայմանավորվածության արդյունքում մասնակցեց այդ քվեարկությանը, չբոյկոտեց եւ թեկուզ եւ դեմ քվեարկելով շնորհավորեց քաղաքացիական պայմանագրի ներկայացուցչին։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, պետք է պայքարենք իրոք մեր երկիրը չկորցնելու համար։ Պետք է պայքարենք բոլոր նրանց հետ, ովքեր ունեն ազգային նպատակ, ազգային տեսլական, ինքնության զգացողություն։ Մենք կարևորում ենք եւ գիտեմ, որ բոլոր այստեղ ներկաները հասկանում են ինձնից առավել, որ կորցնում ենք մեր պետականությունը եւ Հայաստանը գնում է դեպի արևմտյան Ադրբեջան։ Այս ամենը կանխելու համար կարևոր է պայքարելը, բայց պայքարելը այն մարդկանց հետ, ովքեր ճանապարհի կեսից չեն դավաճանում եւ կուլիսային պայմանավորվածությունների չեն գնում։ Պետք է պայքարել իրապես, առանց բացառելու այդ պայմանավորվածությունները։ Զտարյուն հայերով։ Շնորհակալ եմ։